Կարդացեք ինչա վիրավորում։ Արմենիան այսօր Ռուսաստանի Պետդումայի նախագահն այդություն սխալվում հայտարարություններ հնչեցրելու, այսպես էր ասել, հենց այդ տերմինը օգտագործել էր ցինիկաբար, իր խոսքերն է մեջ բերում, ասում է Հայաստանը ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ-ի այդպես առավելություններից, այդ միջոցներից, բայց միևնույն ժամանակ ԵՄ դեպի այսպես քայլեր անում, ասում է ավելի իրենք մեր այդ անկեղծ լինեն։ Այ սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել եւ այդ քանի որ արդեն Նիկոլ Փաշինյանն էլ, հենց կառավարության ծրագրի ներկայացնելիս ասաց, որ առաջիկան պատրաստվում է ինչ որ ժամկետներ կան, հստակ երբ է դիմումը պատրաստվում։ Անկեղծի մասով մենք չափազանց անկեղծ ենք եւ մենք միշտ ենք անկեղծ եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ ստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության կամ տեխնացու դառնալու դիմումին, հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են մեզ ամեն ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, այսինքն ինչու այդպես ստացվում է, որովհետև նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հարակվե անցկացնենք, իսկ հարակվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հարակվե անել։ Ուզում եք դառնանք Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հարակվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հարակվե։ Եթե դուք ուշադիր եք, ես այդ հարցին պատասխանեմ։ Քաղաքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուրախ ներողություն, դուք ասում եք ժամկետն ինչքան տեղ, այ հենց հաշվի առնելով, որ այդ հարցի պատասխանը դեռ չկա, դրա համար էլ հիմա հնարավոր չի անել հարակվե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուրախ կլինեն, որ հապկից Հայաստանին հեռացնել, Պեսկովն էլ արձագանքել էր եւ նշել էր, որ Երևանն ազատ է իր ընտրությունների հարցում եւ իրենք կարող են դիմումը ներկայացնել։ Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է ընտրության կայացման հարցում եւ ընդհանրապես Երևանը այսօր միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում։ Հարցը, այսինքն հիմա ուզում եմ հասկանալ ինչ տարբերություն կա հեռացնել, թե մենք դիմումը կտանք եւ դուրս կգանք։ Մենք ազատ ենք։ Ինչու չենք։ Ինչպես իրավացիորեն նշել է հարգարժան պարոն Պեսկովը, Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Բայց ինչու չի արվում, սպասում եք, որովհետեւ Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Շնորհակալություն։ Ինչ Բայց եկեք հակառակ կանենք, էլի։ Հա, ոչ խանգարեն։ Կամերա եկեք դեպի բերել։ Հա, դեպի բերել։ Հա, էլի դեպի բերել։ Просто камера на. Իջնե, բարձր։